Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն դեկտեմբերի 13-ն է ու այս հաղորդման մեջ, ինչպես և միշտ մեր հաղորդումներում անդրադառնալու ենք սկզբում Հայաստանին վերաբերվող հարցերի, հետո արդեն կանցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը, քանի որ հետաքրքիր մի պահ նկատեցի, կարծես թե Դոնալդ Թրամփը կարողացել է ազդել Զելենսկու որոշումների վրա և հնարավոր է, ես չեմ բացառում, որ նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ արդեն ընդունվի Ուկրաինայի կողմից, իհարկե, եթե այդ փաստաթղթին համաձայնվի Ռուսաստանը, դե ինչ հերթով այդ մասին կխոսենք։ Սկզբում Հայաստանին առնչվող հարցերի շուրջ կրկին ասեմ, որ եկեղեցու հարցը առաջնային է մնում հայկական, քաղաքական և հոգևոր օրակարգում։ Փաշինյանը նոր հայտարարություններով է հանդես եկել, երևի դուք գիտեք նաև հետևում եք այդ ամենին, փաստացի ճանապարհային քարտեզի հիմնական և գլխավոր կետը Կտրիչ Ներսիսյանի հրաժարականն է և հետո հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի մշակումը, ընդունումը, կրկին լսում ենք տարբեր հայտարարություններ հայկական տարբեր թեմերից, կոչը հստակ է, շատ ավելի հստակ է դառնում օրեցօր, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հրաժարական տա և հեռանա, հատկապես շատ ակտիվ է արտահայտվում նախկին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ես շատ լավ ծանոթ եմ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և իր դիրքորոշումը այս օրերին իրոք որ չափազանց կարևոր դիրքորոշում է, ասեմ, որ Վրաստանում ինքը բավականին հետաքրքիր հետք է թողել հայ առաքելական եկեղեցու մեջ, այդ տարիներին Թբիլիսիում ակտիվ վերակառուցվել են եկեղեցիներ, հայ արտունը մեծ թափով սկսել է գործել, այսինքն համայնքային առումով ընդհանուր առմամբ վերելք գրանցվել է, ճիշտ է հոգևորի մասով չեմ ուզում խորանալ, տարբեր թեմաներ կան, ես էլ եթե խորանամ շատ բաների մասին եմ խոսելու, բայց զուտ կոնկրետ համայնքային իմաստով բավականին կարևոր դերակատարություն ունեցել է Վազգեն Միրզախանյանը և հիմա էլ, քանի որ նրա դիրքորոշումը չափազանց դրական ազդեցություն ունի, ես այլ հարցերի բնականաբար չեմ էլ ցանկանում անդրադառնալ ու գրեթե համոզված եմ, որ իր այդ դիրքորոշումը դրական արդյունքներ պետք է որ տա եւ ոչ միայն իր դիրքորոշումը, այլ նաեւ բազմաթիվ հոգևորականների բարձրաստիճան, ինչպես բարձրաստիճան, այնպես էլ սովորական հոգևորականների։ Եկեղեցու մասով կարող եմ նաև ավելացնել այն, որ ինձ անձամբ հասնում են բազմաթիվ տեղեկություններ, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտ կոչվածը շատ ակտիվ հիմա աշխատանքներ է տանում, փորձում են ազդել Կտրիչ Ներսիսյանի վրա, որ հանկարծ ինքը չհրաժարվի ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից, այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի ինքը մնա իր պաշտոնի վրա եւ այդ ակտիվությունը նկատվում է նաեւ Ռուսաստանից ու պատահական չէր այդ բողոքի նաեւ ցույցը Ռուսաստանում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ամեն ինչ շատ հստակ է եւ պարզ է սիրելի հայրենակիցներ եւ սրանից պարզ ու հստակ ոչինչ չրել կարող լինել, դրա համար այստեղ շատ ինչ որ լուրջ վերլուծությունների կարիք էլ չկա։ Ու ես կրկին սիրելի հայրենակիցներ մնում եմ իմ համոզումին, որ օրեցօր օղակը Կտրիչ Ներսիսյանի շուրջ սեղմվում է եւ ինքը պետք է անպայման պետք է հեռանա ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից։ Կրկին մեկ բան կարևոր է որ այստեղ նշեմ, գիտեմ որ տարբեր կարծիքներ կան, մի մասը մտածում է որ սխալ է միջամտել եկեղեցու ներքին գործերին, չնայած որ այդպիսի մարդկանց շարքերում մենք կարող ենք տեսել այնպիսի քաղաքացիների, ովքեր օրինակի համար կողմ են, որ Հայաստանը անկախ լինի, Հայաստանը խորացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այսինքն մնա որպես անկախ պետություն եւ ոչ թե միութենական պետության մաս դառնա, կորցնելով իր ինքնիշխանությունը, ասեմ շատ պարզ եւ շատ հստակ։ Եթե Կտրիչ Ներսիսյանը մնա իր պաշտոնին, ապա դրանից միայն ու միայն ամրանալու է այդ ռուսական ազդեցության ուժը Հայաստանում, դրանից այդ ընդդիմադիր կոչվածները ուժ են ստանալու եւ դա ապագայում բերելու է արդեն նոր խնդիրների Հայաստանի համար։ Դրա համար պետք են
պետք են այնպիսի հոգևորականներ, որոնք որ համախմբվելով կպահանջեն բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը, եպիսկոպոսների կպահանջեն Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը ու մեր եկեղեցին իրոք կդառնա ապաքաղաքական եւ կազատվի օտար երկրյա ազդեցությունից։ Հիմա այլ հարցերի անդրադառնանք, սիրելի հայրենակիցներ, հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայ-ադրբեջանական խաղաղության վերաբերյալ կրկին փորձել են հիմա արդեն գովում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, գովել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ասում է, որ 3 տասնամյակներից հետո մերձակցության եւ դիմակայության Հայաստանն եւ Ադրբեջանը որոշել են խաղաղություն կառուցել եւ Բաքուն ու Երևանը Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ պայմանավորվել են, որ խաղաղությունը պետք է տնտեսական նաեւ շահեր բերի երկրներին ու իր կարծիքն է հայտնում Ամիրբեկովը, չգիտեմ ինչքանով իր կարծիքն է, ասում է, որ տնտեսական հարաբերությունները պետք է զարգանան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը որ ապագայում կարող է նույնիսկ ընդհանուր տնտեսական գոտու վերածել մեր տարածաշրջանը։ Առաջին հայացքից դրական հայտարարություն է, առաջին հայացքից, ինչպես ինքն է ասում, ինքը իր անձնական գաղափարներով է կիսվում, բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ամեն ինչ Ալիևի կողմից է թելադրվում եւ այդ հայտարարության մեջ նաեւ ինչ որ վտանգավոր տարրեր կան, այսինքն փորձում են հիմա Հայաստանին տնտեսական ազդեցության տակ գցել, որպեսզի ավելի հեշտ լուծեն Հայաստանի հետ հարցերը։ Մենք տարիներ առաջ խոսում էինք Վրաստանում այն խնդրի մասին, որ Ադրբեջանի տնտեսությունը եւ Թուրքիայի տնտեսությունը չափազանց հզոր են դարձել Վրաստանում եւ լուրջ խնդիրներ են ստեղծում Վրաստանի համար, նաեւ ինչ որ միտեղ կարող են քաղաքականություն թելադրել, հիմա նույն վտանգները փաստացի կարող է առաջանան նաեւ Հայաստանի համար, դրա համար չափազանց կարևոր է շատ լուրջ ամեն ինչ կշռադատել եւ շատ ճիշտ քայլեր անել։ Ես չեմ ասում տնտեսական համագործակցություն չլինի, չէ, ես կողմ եմ միանշանակ, որպեսզի համագործակցեն, առևտուր լինի, հիմա նաեւ նավթի առևտուր է լինելու, գիտեք, բայց շատ խելացի, կշռադատված, որպեսզի Հայաստանը տնտեսական ազդեցության տակ չհայտնվի։ Եթե Հայաստանը հայտնվեց տնտեսական ազդեցության տակ, միանգամից հնարավոր կլինի խեղդել Հայաստանը։ Հիմա Հայաստանը լինելով շրջափակման մեջ կարողացել է գոյատևել այս շրջափակման պայմաններում, բայց եթե մի քանի տարով ազատես այդ կապանքներից Հայաստանը, բնականաբար շատ արագ տեմպերով կսկսի զարգանալ Հայաստանը, դա շատ լավ է, հրաշալի է, բայց եթե շատ լուրջ լինի այդ ազդեցությունը, միանգամից կարող է կրկին փակեն սահմանները, ինչ որ առիթ եւ պատճառ էր որ լինի, փակեն սահմանները եւ միանգամից փորձեն խեղդել ու փլուզել Հայաստանի տնտեսությունը։ Դրա համար, երբ որ ասվում է դիվերսիֆիկացիա, շատ ճիշտ պետք է իրականացվի այդ դիվերսիֆիկացիան, որպեսզի վաղը այնպես չստացվի, որ 5 տարի անց, օրինակի համար կամ 10 տարի անց այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ միանգամից փլուզվի հայկական տնտեսությունը եւ դրա հետ մեկտեղ նաեւ պետությունը, պետականությունը շատ լուրջ խնդիրների առջև հայտնվի։ Այսինքն լուրջ մասնագիտական մոտեցում է պետք այս հարցին։ Ադրբեջանի կախվածությունը բնականաբար շատ ավելի քիչ է լինելու Հայաստանից, քան Հայաստանի կախվածությունը նույն Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Դրա համար պետք է չափազանց զգուշ մենք գտնվենք, սիրելի հայրենակիցներ, նաեւ տեսնելով այն հայտարարությունները, որոնք որ հնչում են Ալիևի կողմից ադրբեջանցիների վերադարձի համար, որոնց թիվը մի քանի անգամով կրկնապատկել են, անվանափոխել են ուզում հայկական գյուղեր, քաղաքներ, նաեւ լճերի անվանումներն են փոխում։ Պարզ է, չէ՞, եթե վաղը շատ լուրջ տնտեսական կախում լինի, ապա նախ այդ տնտեսական կախվածության միջոցով կսկսեն ազդել հայկական քաղաքականության վրա, ինչպես նաեւ կփորձեն դրա միջոցով արդեն կոնկրետ այնպես ազդել, որ Հայաստանը ստիպված լինի ընդունել բազմաթիվ ադրբեջանցիների։ Կարծում եմ այս խնդիրը բոլորի համար է տեսանելի եւ նույնիսկ եթե ոմանց համար տեսանելի չէ, հատուկ այս ամենի մասին շատ
բաց, շատ հանգիստ, շատ հասարակ եւ մատչելի ձևով խոսում եմ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ վտանգներ էլ պարունակում է այդ տնտեսական համագործակցությունը։ Դրականի հետ կա նաեւ բացասականը, ուրախալի այդ լուրերի հետ կան նաեւ շատ մեծ վտանգներ։ Եթե խելքով ենք մոտենում, եթե ունենք համապատասխան կամք եւ գրագիտություն, ապա միանշանակ վտանգները շատ քիչ ավելի կլինեն, ռիսկերը կհասցվեն նվազագույնի։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ խոսել նաեւ միջազգային կարևոր իրադարձություններից։ Երեք հետաքրքիր տեսահողեր ցեղեց Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին եւ ռուսական գեներալիտետին, որոնք որ խոսում էին այն մասին, թե իբր Կուպյանսկը գրավել են ռուսները, Վլադիմիր Զելենսկին կանգնելով Կուպյանսկում, որտեղ որ կոնկրետ գրաված է Կուպյանսկ, այնտեղից տեսահողեր ցեղեց Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի Դաշնությանը, ռուս գեներալներին, ասելով, որ իրենց զինվորականները շատ լուրջ արդյունքներ են գրանցել, ու Զելենսկին բառացիորեն ասաց, որ շատ ռուսներ խոսել են Կուպյանսկի մասին, իսկ մենք տեսնում ենք, ես այստեղ եմ շնորհիվ տղերքի։ Սա իրոք շատ մեծ ապտակ էր Վլադիմիր Պուտինի համար։ Դրանից բացի կան հստակ տեղեկություններ, որ հիմա արդեն Վիտկոֆը այցելելու է Եվրոպա եւ եվրոպական ինչ-որ մայրաքաղաքներից մեկում կամ քաղաքներից մեկում հանդիպելու է Զելենսկի եւ եվրոպական մի շարք առաջնորդների հետ։ Տեղեկություն չկա, թե որտեղ է այդ հանդիպումը տեղի ունենալու այս պահի դրությամբ, միգուցե նաեւ արդեն կա, երբ որ մենք անում ենք այս հաղորդումը, այլ մանրամասներ կան, բայց երբ որ ես այս նյութերը հավաքում էի, թե ինչ ենք խոսելու, ես տեսա, որ տեղեկություն չկա այդ մասին, բայց կա որոշակի տեղեկություն այն մասին, որ այդպիսի հանդիպում պետք է որ կայանա, եւ նույնիսկ որոշ տվյալներ կան, որ կարող է Բերլինում տեղի ունենա այդպիսի հանդիպում։ Դրանից բացի Axios-ը գրել է այն մասին, որ հնարավոր է Ուկրաինան հիմա համաձայնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին Դոնբասի մասով, եկել ենք այս մասին մենք խոսել։ Իրականում դժվար է հասկանալ, թե Ուկրաինան է առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ մնացած հատվածում տնտեսական ազատ գոտի հռչակել եւ ազատ զինվորական, առանց զինվորականների ազատ գոտի հռչակել այդ տարածքը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն են այդպիսի առաջարկով հանդես եկել, դժվար է ասել, գիտենք Ռուսաստանը պահանջում էր, որ Ուկրաինան զորքերը դուրս բերի, հնարավոր է բանակցել են եւ համաձայնվել են այդպես լուծել տվյալ հարցը։ Փաստը այն է, որ տարբեր աղբյուրների համաձայն Ուկրաինան համաձայն է։ Հիմա ուկրաինացիներն են կոնկրետ առաջարկել դա, թե Ուկրաինային է առաջարկվել եւ Ուկրաինան ընդունել է, դժվար է ասել։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես դա տեղի կունենա։ Ռուսները ասում են, որ այնտեղ կտեղակայվեն իրավապահներ, ռուս իրավապահներ, իսկ Ուկրաինան այդ մասին չի խոսում, ավելի ճիշտ ասում է, որ չէ, որևիցե ներկայություն չի ունենալու այնտեղ Ռուսաստանը։ Իրոք դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ենթադրություններ շատ կարող են անել, միայն կարող եմ ասել այն, որ ըստ Axios-ի Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ պայմաններում համաձայնվել են տրամադրել ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման ինչ-որ երաշխիքներ Ուկրաինային, որ եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի, ապա դա հարձակում կլինի ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։ Մեծ հաշվով տարբերությունը շատ քիչ է։ Կան նաև դրական ինչ-որ արձագանքներ Ռուսաստանից, որ Ռուսաստանի համար կարծես թե նույնպես ընդունելի է, որ Դոնբասի այդ մնացած հատվածը ազատ տնտեսական գոտի լինի, նաև առանց զինվորականների ներկայության։ Ահա այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։